Մեր խնդիրը որևէ մեկին դատապարտելը չի, պետք է ուժեղ այնպիսի հասարակարգ ստեղծել, որպեսզի մարդը այդպիսի ընտրության առջև չկանգնի։ Արդյոք ես ընտրում եմ իմ մասին պարսավանքը, բանտը, հալածանքը, թե ես ընտրում եմ դավաճանություն։ Գործում է մեկ անձի օրենքը եւ անօրեն օրենքը։ Արդարություն չկա այդ օրենքի մեջ։ Մենք բոլորս իրարից ակնկալում ենք արդար շփում, արդարության հիման վրա շփում, բայց եկել է մի հատ ինչ-որ դեղին մամուլի խմբագիր, ասում եմ, սաղը պիտի իմ նենգության տակով անցնի, նենգության թրի տակով անցնի։ Վեհապարը կրթություն է ստացել այդ կանոնների մեջ, իմիջիալից եթե կենսագիտություն նայեք, բավական հետաքրքիր կրթություն է ստացել ու իրենց կանոնների համաձայն ինքը շատ ավելի լավ գիտի ինչ պետք է անի։ Քաղաքական իմաստով կարող են վերլուծել վեհապարը ինչ պետք է չանի։ Վեհապարը պետք է հրաժարական չտա, որովհետև սա արդեն ոչ միայն անձնական հարց է բնականաբար եւ ոչ միայն եկեղեցու հարց է, այլ սա եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հարց է եւ ներպետական օրենքների ու միջազգային իրավունքի մեր անելիքն է, որ այնքան կարողանանք ուժ տալ, ուժ հաղորդել եւ թուլացնել Նիկոլ Փաշինյանի ուժը, որպեսզի այդ ընտրության առաջ այլևս չկանգնի ոչ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ոչ էլ որևիցե հոգեվորական ընտրության առաջ կանգնի։ Դավաճանեմ, թե գնամ բանտ։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ արձակագիր, արժանապատիվ քաղաքացի Հովհաննես Իշխանյանի հետ, բարի երեկո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Իշխանյան, մենք տեսնում ենք, թե վերջին շրջանում հատկապես, Նիկոլի այս կեղծ պատարակների շվաքի ներքո, կարծես մարդիկ ամենայն դեպս այն մարդիկ, ովքեր որ իսկապես հավատացյալ են, ովքեր որ ամեն կիրակի գնում են եկեղեցի պատարակ լսելու, այս մարդիկ ապշահար են, ինչու են ապշահար, որովհետև մենք տեսնում ենք, որ այդ կեղծ պատարակներին կաթողիկոսի անունը զեղչվում է եւ այն տպավորությունը, որ մենք պետք է ունենանք, հավատացյալները կարողանան հակառակել, հակառակ պատկերը ցույց տալ, որ թեմի առաջնորդը լինելով այնտեղ, մենք տեսանք նաև 9 թեմերի առաջնորդներ, սրբազաններ, ովքեր որ Նիկոլի ձեռքը սեղմեցին եւ ստորագրեցին այն փաստաթղթի տակ, որ ոչ միայն կաթողիկոսին են կողմ, որ պետք է հեռացնեն մայրաթորից եւ լուսավորչի գահից, այլ նաև նրանք համաձայն են Արցախի կորուստի հետ, համաձայն են այն տղաների կորուստը, այն անհետ կորածների, այն մարդիկ, ովքեր որ հիմա Բաքվի բանտերում են, այսինքն այդ ամեն ինչի տակ այդ սրբազանները ստորագրեցին։ Միակ մարդն էիք եւ այնտեղ իհարկե հավատացյալներ կային, որ երկի միջոցով կաթողիկոսի անունը փորձում էին, վերհանել։ Միակը չէի, չէ։ Բայց ստացվեց այնպես, չէ, ինչ եմ ասում, միակ եւ հոգեվոր կային հավատացյալներ, ովքեր որ երկի միջոցով փորձում էին կաթողիկոսի անունը մեջ բերել։ Միակը դուք եք, որ ձեզ հեռացրեցին։ Չէ, ինձ ու Հայկ Դորոնցին։ Սկզբից Հայկին, հետո նոր։ Մենք եկող կանգնած էինք, երկուսս կաթողիկոսի անունը հնչեցրեցին։ Հիմա ուզում հասկանամ, ուժայիններ էին այդ մարդիկ, որ հեռացրեցին, ամենայն հավանականությամբ, որտեղ իմ տպավորությամբ ծառայողներ էին, որովհետև շատ կոկիկ էին, դե քանի որ ես բանակում ծառայել եմ, գիտեմ էլի ոնց է առհասարակ լինում այդ կոկիկությունը, մազերի կտրվածքի չափը, այդ սափրվածի չափը, բոլորը միատեսակ բան, պարապած, ամենայն հավանականությամբ քաղաքացիական հագուստով հավատացյալ մեր ուժայիններն էին, որոնք այս պահին իհարկե գերության մեջ են գտնվում, կազատագրենք իրենց, ոչինչ թող չմտածեն։ Մոլորության մեջ են։ Չի ասի մոլորության, պարզապես գերության մեջ են, ասենք իրենք գիտեն ինչ է կատարվում, ենթադրենք, բայց քանի որ այնտեղ մի հատ մեկն է որ ասում է սենց անեք, սենց կլինի, բան չեն կարող ազատ լինեն, էլի մեր գործն էլ իրենց ազատելն է։ Ընդ որում այդ հոգեվորականներին էլ, որոնք միացել են իրեն, այս տղային, դավաճան, քանի որ մեր խնդիրը որևէ մեկին դատապարտելը չի, այս պարագայում լինում է իհարկե կամովին, որ գնում են դառնում են նիկոլական,
իրենց մասին չի խոսքը, բայց մարդիկ, որոնք գնում են այս մարդու մոտ ինչ որ շանտաժների, կոմպրոմատների, նույնիսկ փառքի եւ գայթակղությունների, որտեղ փառք ու գայթակղությունն էլ է գերություն։ Այդ մարդկանց պետք է ազատագրել, պետք է ուժեղ այնպիսի հասարակարգ ստեղծել, որպեսզի մարդը այդպիսի ընտրության առջև չկանգնի։ Արդյոք ես ընտրում եմ իմ մասին պարսավանքը, բանտը, հալածանքը, թե ես ընտրում եմ դավաճանությունը։ Օրինակ Կճոյանին ո՞նց կարանք ազատագրենք այն դեպքում, որ այդ մարդը ամենապախարակված, հա, սրբազաններից է եւ ոնց ենք փորձելու այդ մարդին դարձի բերել։ Նախ տեսեք, arczepiskopos-ը չէ Կճոյան, arczepiskopos Կճոյանը մենք գիտենք, որ դեռևս Սերժ Սարգսյանի ժամանակ, երբ Տիգրան Սարգսյանն էր վարչապետը, մենք այդ հետքի այդ հետաքննությունը, ապացուցողական հետաքննությունը տեսել ենք, հա, այդ Կիպրոսի օֆշորների լվացման պատմությունը եւ այլն։ Դրանից հետո չի եղել որևէ քրեական պատասխանատվության կամ ինչ-որ գործի հարություն, որ մենք հանրությանը ցույց տան, որովհետեւ սա արդեն եկեղեցու տիրույթը չէ։ Սա արդեն քրեական տիրույթն է, հա, որը կապ ունի բոլոր քաղաքացիների հետ, ոչ թե միայն հայ առաքելական եկեղեցու կանոնների։ Մենք դա չենք տեսել։ Դա պետք է տեսնենք մի օր։ Մյուս կողմից, եթե այլ ինչ-որ մեղք է գործված, հա, ում կողմից էլ ուզում է որ լինի, որը քրեական մեղք չի, այսինքն քրեական պատասխանատվություն չի սահմանվում դրան։ Օրինակ, երեխա ունենալը մեղք չի, չէ՞, արգելված չի Հայաստանի Հանրապետություն բնականաբար։ Եվ եթե կուսակրոն քահանան, ասենք, երեխա է ունենում, դա ասենք աշխարհիկ պետության գործը չի, դա եկեղեցական գործն է։ Հիմա իրենք թե ինչպես են վերաբերում դրան, օրինակ, ասենք, ենթադրենք, ասում են թե բանը Կոտայքի թեմի առաջնորդը ասում են թե երեխա ունի։ Ենթադրենք ինքն է եւ գնում է Վազգեն առաջինի մոտ, հավանաբար Վազգեն առաջինն էր այն ժամանակ, երբ նա երեխա է ունեցել, հավանաբար չէ, ամենայն մի խոսքով գնում է մոտը, ասում է մի խոսքով, sense բան եմ արել, բանը ինձ հեռացրու։ Վազգեն առաջինը ասում է, չէ, ոչ մնա, խնդիր չի, ապաշխարանք եմ տալիս քեզ, շարունակի քո ծառայությունը։ Այսինքն իրենց կանոնների համաձայն, իրենց հոգևոր առաջնորդը կարող է այդ մեղքից ազատել իրենց, հա։ Հիմա այս երկուսը շատ կարևոր է տարանջատել, որովհետև Հայաստանը թեոկրատական երկիր չի եւ իրավական երկիր է։ Գործում է սահմանադրություն եւ օրենքներ, եւ եկեղեցին ինքը այդ սահմանադրության օրենքներին եւս ենթարկվում է, հա։ Ու եթե ասենք այնտեղ կա ինչ-որ փողերի լվացման, սպանություն, գողություն, դա արդեն քաղաքացիական տիրույթում է։ Բայց եթե մարդը երեխա է ունեցել, շնացել է, չգիտեմ, նու երկու կողմի համաձայնությամբ է շնացել, էլի ոչ թե բռնաբարել է կամ մանկապղծություն արել, այդ պարագայում բնականաբար եկեղեցին իր հարցերը ինքը իր ներսում հանգիստ կարա լուծի եւ ոչ մեկից գործը չի թե ինչը։ Բայց եթե հիմա այս վարչապետ կոչեցյալը Արցախը հանձնած, 385 եկեղեցի հանձնած, 2000-ից ավելի խաչքար հանձնած, 150,000 հայ առաքելական եկեղեցու հետևորդի իրենց տունտեղից զրկած, Բաքվում հայ առաքելական եկեղեցու հետևորդներին պատանդ պահող, այս կոչեցյալը եթե գալիս է այդ մարդուն, ասենք թե ասում է, նայ, պիտի ընտրություն կատարես, կամ կաթողիկոսի հրաժարականն ես պահանջում, կամ ես քո այդ բանը, սեքսի վիդեոները կտարածեմ, հա։ Ես սա ինչ եմ վստահացում, որովհետեւ մենք Հովիկ Աղազարյանի դեպքը գիտենք, որ վերցրեցին ձեռքից հեռախոսը, մանդատը վայր չէր դնում ու այս քարոզչական իրենց մեդիաներով սկսեցին բացահայտել Հովիկ Աղազարյանի սեռական կողմնորոշումը։ Ու դրա համար այդ օրինակը ունենալը, որ ինաչափությունը գալիս ենք, հանգում ենք նրան, որ այստեղ էլ են այդպես բան արել։ Հա, այդ պարագայում արդեն այդ մարդկանց ազատագրելու հարցը մեր գործն է աշխարհիկներիս եւ հավատացյալների եւ աշխարհիկների համագործակցություն մեջ է, որովհետեւ չի կարող ինչ-որ մեկը գալ ու դառնալ դատապարտողը ինչ-որ բանի համար, որը ասենք սահմանադրությամբ եւ օրենքներով չի դատապարտվում։ Եվ ավելին չի կարող ինչ-որ մեկը չդատապարտել օրենքի սահմաններում, դատախազությունը, քննչականը եւ այլն, եթե գործել է հանցանք, ու դու ասում ես, չգիտես ինչ կա, դու ինձ ենթարկվի, այդ հանցանքը ես բան կանեմ,
կջերեմ կգնա։ Եվ հակառակը, եթե չես ենթարկվում, գլխիդ գործ ասարկում տանում է փակում է։ Ինչպես օրինակ arczepiskopos Բագրատ Գալստանյանին եւ arczepiskopos Միքայել Աճապահյանին, եպիսկոպոս Մկրտիչ Պրոշյանին տեսնում ենք ինչ անում։ Չեն ենթարկվում, տանում է փակում։ Այսինքն իրավական պետության տրամաբանությունը ավարտված է դեռևս 2018-ից։ Գործում է մեկ անձի օրենքը եւ անօրեն օրենքը։ Նույն արդարություն չկա այդ օրենքի մեջ։ Մենք բոլորս իրարից ակնկալում ենք արդար շփում, արդարության հիման վրա շփում, բայց եկել է մի հատ ինչ-որ դեղին մամուլի խմբագիր, ասում է սաղը պիտի իմ նենգության տակով անցնի, նենգության թրի տակով անցնի։ Բայց տրամաբանություն չկա։ Մենք հիշում ենք ազգային ժողովի բարձր ամբիոնից այս մարդը ինչ էր հայտարարում, հա, որ բարձրաստիճան հոգևորականներ կան, գանձագողեր են, հա, ինչ ասես ասում էր այդ մարդկանց, բայց տպավորությունն է գանձագողի ձեռքը գնացել է սեղմում, հա, եւ ասում է, գիտես ինչ գանձագող ջան, հիմա դե պատարակ արա, մենք էլ այդտեղ կանգնած ենք, այո, կատողիկոսի անունն էլ զեղչում ես, եւ տեսես այդ ինչ են անում։ Ինքը քանի որ գող է եւ դավաճան, ինքը ուզում է որ բոլորը իրա պես լինեն։ Գող եւ դավաճան։ Իրանք գողացել են, չէ՞, Հովանավանքը հենց հիմա գողացված է։ Հականները փոխել են կարկալույց ինչ-որ մի հատ տղա Ստեփան անունով, այնտեղ մնացել է այդպես բանը, այնտեղ հավաքել են ինչ-որ կողից քշտեց ինչ-որ Նիկոլա Զավրիկների, ասենց բանով։ Եվ ուժայինները պաշտպանում են հենց այդ կարկալույցը։ Հա, պատկերացնում եք փոխանակ ուժայինները պաշտպանեն օրենքը, որ գողացել են այս եկեղեցին։ Այո։ Պաշտպանում են բան, լրիվ բանը։ Երկրի հակառակ կողմն է, որ պետք է ասած զորով շրջեք, բերենք երկրի իրական կողմը։ Ինչևէ, հա, այդ քանի որ գողը ասացի, որ պետք է իրան նմանվի, բայց մենք կարող ենք ոչ վաղ անցյալ գնալ եւ հիշել, ասենք Արմեն Սարգսյանի պատմությունը, որ նախագահ էր ու երկքաղաքացիություն ուներ, կարող նույնիսկ Հայաստանի չուներ, չգիտեմ։ Ու սա բան էր ազգային ժողովի ամբիոնից գոռում էր որ ինչպես կարելի է նախագահ լինի, ցայր ասում են, նի նաստայաշի, sense ձեռննել sense բաներ էր անում, հետո երբ որ եկավ դարձավ բան, ոչ բարով վարչապետի պաշտոնը զավթեց, ասաց նա ինձ ցույց է տվել իր քաղաքացիությունը, ինձ բավարարված եմ։ Նույնիսկ բավարարել է։ Սա իհարկե նախորդ իշխանության թերությունն է, որ դու Անգլիայի թաքու հպատակին բերում ես կարգում ես ինձ նախագահ։ Սա նորմալ չի։ Սա նախորդ իշխանության կեղծիկից ավելի մեծ կեղծիկների գնացած բան է։ Դրա համար էլ այն պահին, երբ որ Արմեն Սարգսյանը պետքա լիներ իմ կողքին ու այդ Օնիկ Գասպարյանի հիշում եք, երբ որ Օնիկ Գասպարյանի գլխին գործ էր սարքում, որ շտաբի պետից անեն, որովհետև հրաժարականներ պահանջում, այդ պահին եթե լիներ իմ նախագահը, բնականաբար իմ օգտին էր որոշում կայացնելու եւ Օնիկ Գասպարյանին հեռացնելու Նիկոլ Փաշինյանի որոշումը կանխելու էր, որտեղ կար ձեռքի այդ լծակը, բայց ինքը որոշում կայացրեց ոչ իմ օգտին, որովհետև իմ նախագահը չէր։ Նա ու մի գիշերվա մեջ թռավ գնաց ապահով իր համար, տես ոչ իման չի եղել ու ինքը, բայց որովհետև ինքը խոնարհություն է տվել, հպատակություն է տվել Անգլիայի թաքուհուն։ Հիմա ինչի եք 20 տարի այդ մարդը Հայաստանում չի եղել, իր երեխաները Հայաստանի քաղաքացի չեն, նա կտրել է իրենց ինքնությունը ստեղից, նրանց սիրտը այստեղ չի խփում, նրանց հոգին այստեղի մարդկանց հոգիների հետ կապել։ Ինչի եք այդ մարդուն բերում ինձ նախագահ կարգում, որ հետո էլ այսօր անգնի։ Հիմա այտենց է, չէ՞, այդ կեղծիկները մեծացան ու ասած մի հատ կեղծիկի կլոնզ է, կա, որ հա։ Սա Արմեն Սարգսյանի պարագայում, երբ որ նա, այսինքն ենթարկվում է ինձ, ասում եմ պրոբլեմ չկա։ Դատավորները հիշենք։ Չէ՞ որ սրանց առաջի գրողը հենց դատավորների վրա էր, որտեղ դրանով պետք է սկսվել Արցախի հանձնումը։ Ալեքսանդր Ազարյանը փաստաբանների կողմից տարիներ շարունակ լավագույն դատավորներ ճանաչվել։ Նա Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխեց, կալանքից ազատեց։ Եվ սա դատարանները շրջափակել տվեց ու դատավորների դեմ մի հատ ատելության քարոզ, ինչ ասես չէին ասում նրանց հասցեին, ոնց որ հիմա հոգևորականներին։ Ու բանը, ու այդ ատելության քարոզի շրջանակներում որևէ բան չգտան Ալեքսանդր Ազարյանի, որևէ ինչ-որ հանցանքի նշույլ չգտան, ինչ արեցին։ Բոհի ղեկավարին Սմբատ Գոգյանին ուղարկեցին նրա դիսերտացիայի գիտական աշխատանքի մեջ մտնի
գնաց մտավ, ասենց հանրային հեռուստատեսությանը խառը բան ասես նկարում էին, որ պլագիատ է արել իր գիտական աշխատանքում, դա էլ էր սուտ, որևէ բան չկար այդտեղ պլագիատ, բայց խնդիրը այդ վարկաբեկելն էր ու հեռացնելը համակարգից նրանց, ովքեր ոչ թե մասնագիտական կարողություններ ունեն, հմուտ են, արդար են, այլ ովքեր կենթարկվեն Նիկոլ Փաշինյանին, նրանք կմնան։ Նույնը եղավ Դավիթ Գրիգորյանի հետ։ Դավիթ Գրիգորյան դատավորը եւս էլի ինչ որ գործ կտան հարուցեցին, այս մի քանի ամիս առաջ լրիվ ջրվեց այդ գործը, պարզեց ասա սուտ արդարացվեց։ Հրայր Թովմասյանը կադաստրի գործ էին սարքել, գրպանն էին գցել հանրային հեռուստատեսությամբ այդ վարչապետի այդ կոչեցյալի անձնական էջով անմեղության կանխավարկածը խախտելով սեցի շուտ քնչականի նյութերն էին տարածում, ածին ուղարկեցին տարեցհոր վրա ու աղջիկների վրա, երբ որ արդեն այդ մշակույթը վերացել էր Հայաստանում, այդ քաղաքական հաշվեհարդարների համար ընտանիքի անդամներին ձեռք չէին տալիս։ Իսկ հիմա սովորական բառ է դարձել։ Ասենք կաթողիկոսի եղբայրն ու եղբայրորդին նստած են, Վարդան Ղուկասյանի տղան նստած է, Գյումրու քաղաքապետի մյուս տեխնացուի Մարտուն Գրիգորյանի տղային ընտրությունների քվեարկության նախորդին երկու օր առաջ կալանավորեցին։ Այսինքն մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ մեկ անձի այդ քմահաճույքը, ճաշակը քաղաքական եւ իրեն չենթարկվելու այդ եսամոլության համար փաստորեն գնում են մարդկանց ընտանիքների անդամների հետևից։ Բայց պարոն Իշխանյան, նայեք, այս մարդը այլևս կարմիր գծեր չունի, վաղուց հատել անցել գնացել է, բայց ձերբակալումը ում ուզում է։ Խոսքի ազատության, խոսքի համար մարդուն ազատ բանը, հա, անազատության։ Մտքի ազատության համար էլ է։ Եվ այդ շոուները բան չի դադարում։ Դե դիմացը ընտրություններ են 26 թվականի եւ ես պատկերացնում եմ մինչեւ 26 թվականի ընտրությունների շեմին քանի քաղբանտարկյալներ են դեռ լինելու, որովհետև հիմա ունենք 40-ից ավել քաղբանտարկյալներ։ Հիմա մեր անելիքը այս պարագայում մենք հնարավոր բաները փորձում ենք, հա, դու օրինակ եկեղեցում վանկարկում ես կաթողիկոսի անունը, գալիս են քեզ բռնում տանում են, հա, լավ անազատության մեջ չեն պահել։ Դա անազատություններ, իրանք իմ ազատությունից զրկել են, հացել են։ Գոնե այդ մի քանի ժամը տևեց, բայց կարող էր լինել բանտում։ Հա, շատ հավանական է, որ կարող է լինել բանտում։ Այսօր չէ, վաղը կարող է։ Ես էլ, դու էլ, բոլորս։ Հիմա այս մարդը բեսպրիձել ինչ ուզում անում է։ Հա։ Դիմացը ընտրություններ են, մենք արդեն գիտենք թե ինչ է լինելու, փակեց, այդ մարկանց էլ փակեց եւ հաջողեց, հա, 26 թվականին հաջողում է իր այս ընտրազանգվածով հաղթանակ, աննախադեպ հաղթանակ, ինչպես ասեց վերջի վաղաշաբաթի թիմ ընտրությունների ժամանակ, որ պատմական ինչ-որ sense անուններ չէ տալիս։ Ինչ է լինելու մեր վիճակը։ Լավ է։ Այն դեպքում, որ մենք իսկապես այն աղետալի վիճակում ենք, որ եկեղեցին մեր վիճակը շատ լավ է լինելու, որովհետև ես միայն ներհայկական չեմ նայում այս process-ը։ Ես այս process-ը նայում եմ ներմոլորակային, մի քիչ ուղեղս կանամ երևակայությունը զարգացնեմ, ներտիեզերական կնայեմ, բայց հələ որ ուղեղս այդքան երևակայություն չունի։ Ինչի համար։ Իրականում ինչ է կատարվում։ Քաղաքակրթական իմաստով։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո եկան ժողովուրդները, ասացին եք ստեղծում ենք միավորված ազգերի կազմակերպություն, իրար նկատմամբ հարգանքով, մարդու իրավունքների պաշտպանության հիման վրա, ազգերի ինքնորոշման հիման, այսինքն ազգերը կարող են ինքնորոշվել, հա, եւ այլն, այս սրա հիման վրա։ Շատ լավ։ Հետո սառը պատերազմ, չմտնենք, այնտեղ ինչեր եղան, լավ, ստացան անկախություն եւ Հայաստանը, հայերը օգտվեցին ժողովրդավարության եւ ազգերի ինքնորոշման այդ կարևոր սկզբունքից, որ եթե ինչ որ մեկը գալիս է ինձ վրա ուժ է կիրառում, ես կարող եմ իրանից անջատվել, առանձին իմ համայնքով ապրել, չէ՞։ Արցախը ընտրեց այդ մոդելը ու ինքը գնում է ժողովրդավարական պետության զարգացման ուղով։ Եվ նախագահներն էին փոխվում, եւ ասենք այդ բռնապետներին էին դուրս հանում, ինչպես օրինակ Սամվել Բաբայանին մեկուսացրեցին, որտեղ նախագահի վրա մահափորձ էր արել։ Այդ բռնապետությունը կամաց վերացավ ու տենց իշխանական ճյուղերի անջատումը, մի խոսքով մենք ասում ենք, մենք ժողովրդավարություն ենք ստեղծում այստեղ։ Մյուս կողմում զարգանում էր բռնապետություն։ Ադրբեջանի Իլհամ Ալիևը, նա սպանում էր բանտերում դերևս իր հայրը, հետո ինքը շարունակեց բանտերում ազգային փոքրամասնության առաջնորդներին, թալիշների,
հետո ինքը ընդհանրապես քաղաքացիություն, մարդու իրավունքներ, քաղաքացու արժանապատվություն լրիվ ջնջխում էր, ասում էր իմ ընտանիքն է միայն այստեղ լինելու, եւ արդեն 30 տարի, եթե չհաշվենք այդ սովետական միության Հեյդար Ալիևի շրջանը, 30 տարի մի ընտանիքի ձեռքում է, բռնապետություն։ Լավ, հիմա ինչ եղավ։ Այս բռնապետության եւ այս ժողովրդավարության պայքարներ, քաղաքակրթության ու բարբարոսության, կարգ ու կանոնի եւ ինչ կուզեմ կանեմի։ Նիկոլ Փաշինյան, ինչ կուզեմ կանեմ։ Այս պայքարում մեկ էլ աշխարհը փոխանակ ընտրի մեր պաշտպանությունը, ժողովրդավարությունը եւ այլն։ Ընտրում է Ադրբեջանին։ Անունը դնում է խաղաղություն, չգիտեմ ինչ բան։ Դա մենք հասկանում ենք Ռուսաստանի եւ Իրանի դեմ հակամարտության, աշխարհ ասելով նկատի ունեմ այս երկրորդ համաշխարհային այդ մարդու իրավունքների եւ կարևոր սկզբունքները բարձրաձայնող աշխարհ։ Ընտրում է Ադրբեջանին, այս Ադրբեջանին հանձնվում է 12000 քառակուսի կիլոմետր քաղաքակրթության եւ ժողովրդավարության տարածք, այսինքն դա է կլանում բռնապետությունը, եւ այն մարդիկ, ովքեր փաստորեն այդ սյուներն էին, կամ ոչ թե սյուներ, այլ պայքարում էին այդ կոնցեպտի համար, հայտնվել են Բաքվի բանտում, որ պատանդի կարգավիճակով, գերիել չէ, պատանդի կարգավիճակով։ Սրանք շարունակում են աջակցել այս Նիկոլ Փաշինյանին, որը դա արել է, այսինքն ժողովրդավարական երկիրը հանձնել է բռնապետությանը։ Ու հիմա Ադրբեջանում դատվում են ոչ միայն հայերը, կեղծ դատվում, այլ դատվում է ժողովրդավարությունը, քաղաքակրթությունը։ Ստեղից ինչ է հետևում։ Այս պահին աշխարհում ամենաշատ զրկանքներ այս քաղաքակրթական մարդկանց զարգացման, մարդասիրության զարգացման համար կրում են հայերը։ Եվ հայերն են, որ ունենալու են խոսքի իրավունք կարգ ու կանոնի հարցում աշխարհում, որովհետև ով կրում է զրկանքները այդ գաղափարների համար, նա էլ ունենալու է իրավունքը այդ աշխարհում այդ կարգ ու կանոնը ստեղծելու։ Եվ դրան ներառված Հայաստանում գերեվարվածները, այս եկեղեցականները գերեվարված, նրանք եւս մաս են կազմում այս բանի հայկական այդ վերածնվող կոնցեպտի, որտեղ մենք մեր սրտի եւ հոգու ձևով պետքա համագործակցենք մյուս ազգերի հետ։ Այն դեպքում ամեն կողմից վերադասավորման շրջան է ստացվում։ Հա, վերադասավորման նոր շրջան է ստացվում, որին խոչընդոտում է ով Թուրքիայի թուրանական բանը, գաղափարները, որտեղ իրանցը ընդհակառակը մերին ասում է սաղդ պետքա իմ նման լինեք, ինձ պետքա ենթարկվեք եւ վերջ։ Հայ, ասորի, հույն, բան, քուրդ, եզդի կապ չունի, ինչ ուզում է լինի, սաղդ պետքա ինձնից դառնաք եւ վերջ։ Ու դա է անում։ Հիմա ըստեղ մի հատ Նիկոլ Փաշինյան սարքել է Իրանից, այդ Նիկոլ Փաշինյանը բոլորին այսպես տանջելով փորձում է սարք։ Իրական այդ նույն տանջանքներն են, ինչ-որ ցեղասպանության ժամանակ թուրքը յաթաղանը պահում էր հայերի գլխին, ասում էր կամ կրոնափոխ ես լինում, կամ սպանում եմ։ Հիմա նույնը Նիկոլն է անում։ Ասում կամ կրոնափոխ ես լինում, կամ սպանում եմ։ Ինչ տարբերություն։ Ինչ տարբերություն, ասենք իմ մեծ պապուն գլխիվայր վառեցին Կեսարիայում, մեծ պապուս մեծ տատիկիս հորը գլխիվայրը կախեցին Կեսարիայում, որ կրոնափոխ չեղավ, եւ ձորից Իրակին է ինքն իրեն նետեց, որ կրոնափոխ չլինի, իսկ եւ հիմա ասենք այս տղան, որ ասենք գնում է, չգիտեմ, Աչապահյանին ասում է կրոնափոխ եղի, այսինքն ինձ ենթարկվի, բանտ չես նստի, կամ arczepiskopos Կոչոյանին ասում է կրոնափոխ եղի, կրոնափոխությունը պես բան է, չէ, ասենք քո հավատամքը փոխում է սրան ենթարկվելու համար։ Կաթողիկոսին ենթարկվելու, եկեղեցուն ենթարկվելու պարագան փոխարինում ես Արցախը հանձնածին ենթարկվելու կրոնափոխությունն է, էլի։ Նույն տրամաբանությունն է գաղափարապես։ Եվ այս տղան հիմա կրոնափոխությամբ է զբաղված Հայաստանում այդ իմաստով։ Մարդիկ կան ասում են չէ բան արա, ես կհալածվեմ, մարդը կա ասում է դավայ ախպեր, ես իմ ցոփ շվայտ կյանքը կայֆավատ գլուխս դնում եմ քարին, ինչ ուզում ես արա։ Եվ վեհապարի անելիքները որը պիտի լինի, որովհետեւ ինչ որ ճիշտ է, անազատության մեջ գտնվող մեր սրբազանների հայտարարությունը, հա, տարածվեց։ Նայեք, ես չեմ կարող ասել թե վեհապարի անելիքները ինչի պետք է լինի, որովհետեւ դա առանձին, ինչպես ասացի, բան է, կառույց է, հա, եկեղեցին, որտեղ իր կանոններ ունի։
եւ վեհապարը կրթություն է ստացել այդ կանոնների մեջ, իմիջիալից եթե կենսագիտություն նայեք, բավական հետաքրքիր կրթություն է ստացել ու իրենց կանոնների համաձայն ինքը շատ ավելի լավ գիտի ինչ պետք է անի։ Ես որպես բան քաղաքական իմաստով կարող եմ վերլուծել վեհապարը ինչ պետք է չանի։ Վեհապարը պետք է հրաժարական չտա, որովհետև սա արդեն ոչ միայն անձնական հարց է բնականաբար եւ ոչ միայն եկեղեցու հարց է, այլ սա եւ Հայաստանի Հանրապետության սահմանադրության հարց է եւ ներպետական օրենքների ու միջազգային իրավունքի, այն է, որ որևիցե մեկը իրավունք չունի քիթը խոթելու կրոնական կազմակերպության գործունեության մեջ եւ նաեւ մարդկության հարց է, որովհետեւ կրկին չի կարող մեկ անձի բանը, հələ մասշտաբը նայեք, պատկերացրեք Նիկոլ Փաշինյանը ամբողջ աշխարհի ղեկավարն է, ասենք ինչքան է 8 միլիարդ մարդու։ Մենք փոքր մասշտաբ ենք, մեծը նայեք, չի կարող տենց լինի, որ ասենք ես մեկի ուզածով, չգիտեմ, ասենք բանում մահմեդական աշխարհում չի մոլաներ փոխվեն, իմամներ փոխվեն, հոգևոր առաջնորդներ փոխվեն եւ այլն եւ այլն։ Հիմա այդ է կարևոր, որ հրաժարական ինքը չտա եւ մեր անելիքն է, որ այնքան կարողանանք ուժ տալ, ուժ հաղորդել եւ թուլացնել Նիկոլ Փաշինյանի ուժը, որպեսզի այդ ընտրության առաջ այլևս չկանգնի ոչ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ը, ոչ էլ որևիցե հոգևորական ընտրության առաջ կանգնի։ Դավաճանեմ, թե գնամ բանտ։ Չէ, այն որ կաթողիկոսը ընտրված կաթողիկոս է, դա միանշանակ է եւ որևէ մեկի Ես ավելին ասեմ, ես գիտեմ, նոր եմ իմացել, չգիտեի, բայց ինձ ասացին, որ նախորդ ընտրություններում կաթողիկոսի, այսինքն Գարեգին առաջինը, որ եկավ, հա, Գարեգին առաջինի համար, ի նպաստ Գարեգին առաջինի, նա այդ տեխնացությունը հանեց։ Գարեգին առաջինը ընտրվեց, ցավոք սրտի մի քանի տարի հետո մահացավ, հետո արդեն նոր Գարեգին II-ը ընտրվեց։ Սա էական փաստ է, հա, սա ցույց է տալիս մարդու մեծահոգության եւ խոսում է իմաց։ Բայց ես օրինակ չեմ ուզում գնալ եկեղեցի, որտեղ որ պատարագի ժամանակ ին վեհապարի անունը կզեղչվի։ Ես այդ նկատի ունեմ, որովհետև երբ որ այդ կեղծ պատարագը մատուցում է Կճոյանը օրինակ, ես չեմ ուզում Կճոյանը այնտեղ լինի։ Չէ, այդպես չի։ Այդպես չի։ Արքալույս պիտի լինեն այդ հոգևորականները, թե ոչ։ Այդ եկեղեցու, այսինքն իրենց այդ եպիսկոպոսած դասի եւ կաթողիկոսի այդ հանձնաժողովը հավաքելու գործն է։ Ես կոչ եմ անում ոչ միայն հավատացյալներին, այլև քաղաքացիներին, որտեղ այստեղ երկու բան է խախտվում, համ խախտվում է սահմանադրությունը եւ քրեական օրենսգիրքը ներպետական օրենքները եւ խախտվում է եկեղեցական կանոնները։ Երկու բան է խախտ։ Այսինքն այստեղ մենակ հավատացյալների խնդիրը չի։ Ես այդպես շատ հավատացյալ չեմ, էլի, մկրտված եմ, հա, 3 տարեկան մկրտված եմ, բայց դա չի ասի որ բան եմ, էլի, եկեղեցու հետևորդ եմ։ Այստեղ երկու բան է խախտվում եւ այս երկու բանը իրար միացնելով մենք պայքարում ենք դրա համար։ Այնտեղ կեղծ պատարակ բանը, այդ բոլոր արդարացումները մի կողմ ենք դնում, մենք գրաքննում են, հա, մենք ուղում ենք այդ գրաքննությունը։ Մտնում են եկեղեցի ծափ են տալիս Նիկոլ Փաշինյանին, պետք է թույլ չտալ ծափ տան։ Այդ արդեն հավատացյալների գործն է, ճիշտ է։ Բայց նաեւ ես ուրիշ բան եմ այստեղ նկատում, պարոն Իշխանյան, նայեք, թեմը ունի բազում հոգևորականներ։ Միայն Կճոյանը չի, հա, այդ թեմը, Արարատյան հայրապետական թեմը ունի տեսեք քանի հոգևորականներ։ Այսինքն այս հոգևորականները ենթարկվում են Նավասարդ Կճոյանին։ Հիմա վաղը Նավասարդ Կճոյանն է, ասում է բոլորդ այդ հոգևորականներից հավաքվում ենք, գնում ենք վեհարանը, չգիտեմ, Նիկոլ Իրամանով գրավելու։ Այդ հոգևորականները պիտի գնան թե ոչ։ Լինելու են, չէ՞, մեջները, որ ասելու են մենք չենք գրամ եւ չենք գնալու։ Դա այդ եթե այդպիսի բան է։ Բայց կրակն է գցում նաեւ են հոգևորականները, ովքեր որ ազնիվ են, իրենց դա այդ ինչ որ դուք նկարագրեցիք, դա քրեական օրենսգիրքով հանցագործություն է։ Հիմա այլ հարց, որ քրեական օրենսգիրքը չի գործում սրա բանը։ Քրեական օրենսգիրքը Նիկոլին է ծառայում եւ Նիկոլ ծառայեցնում։ Ես ձեզ ավելին ասեմ, օրինակ մենք հայակվե քաղաքացիական միավորումով հաղորդում ենք տվել դատախազություն, որ 209-րդ հոդվածի համաձայն քրեական օրենսգրքի, որը վերաբերում է կրոնական կազմակերպության գործունեությանը խոչընդոտելուն,
եւ 441-րդ հոդվածը պաշտոնական դիրքի չարաշահման համար գործ հարուցեն ունդեմ 385 եկեղեցի հանձնած Նիկոլ Փաշինյանի դեմ եւ նրանք պարզապես չհարուցեցին այդ գործը։ Ինչ պիտի անեին։ Չհարուցեցին, չէ, Դուք տարել եք Նիկոլի դեմ ինչ որ հաղորդում եք տալիս։ Գիտենք, բայց չէ, դա ճիշտ է անելը։ Եվ եթե դա ցույց տալ, որ այո, դա չի արվում, որովհետեւ Նիկոլն է արդարադատությունը, դատախազությունը, ոստիկանությունը։ Մենք օրենքը պահենք, որովհետեւ դատախազությունը չի պատկանում մեզ, պետք է պատկանի մեզ, մեր շահերը պաշտպանեն, իսկ պաշտպանում են դեղին մամուլի խմբագրի շահերը։ Ասեք Սամվել Կարապետյանը ասում է ես իմ ձևով եկեղեցիս կպաշտպանեմ, վարքյանական, միատաղածը, իրավապահներ, դատախազություն, քննչական մարդ չմնաց, որ չմտներ այդ մարդու տուն։ Տան նստեցրեցին այդ մարդը Facebook-ում գրել էր, համեկը տեսնես։ Տարան նստեցրեցին։ Հիմա այս մարդը ակնհայտ ակներև այս երկու հոդվածները խախտում է։ Ակներև։ Ասում է, պետք է այս մարդը կաթողիկոս չլինի։ Դու ով ես որ ասես չպետք է լինի կաթողիկոս։ Հասկացանք Ալիևի ստրուկն ես, բայց մի քիչ ստրուկի պես քեզ պահի էլի։ Հիմա ինքը ստեղ գելխեղտատ մի մոռացեք, դրսում է կորկորիցակ։ Դե գիտեք, Թուրքիայի զինվորները լավ մի խոսքով հիմա ասենք այս պայմաններում հա դատախազությունը գործ չի հարուցում։ Սա ինչ է մնում, որ մենք մեր իրավունքները պաշտպանենք։ Եվ այդ ասենք եկեղեցի գնանք, եթե անունը չեն տալիս տանք, եթե մտնում է ծափա տալիս թույլ չտանք ծափտա, կհասնի միտեղ, որ արդեն հավատավորները կասեն ընկեր ջան, դու ով ես, որ вообще եկել ես ի որոշում ես իմ կաթողիկոսով պետքա լինի։ Իհարկե, եթե arczepiskopos Կոչարյանը այդպիսի բան անի, դա հանցագործություն է, եւ այդ հանցագործությունը ճիշտ պայմաններում կստանար իր համապատասխան պատիժը, ոչ թե ասենք մկրտիչ եպիսկոպոսը կլիներ բանտում, այլ ինքը կլիներ, բայց չի լինի, քանի որ օկուպացված է Հայաստանը, բայց դա չի նշանակում, որ արդարությունը եւ արդարադատությունը չի վերականգնվելու։ Կճանն էլ է իր պատիժը կրելու հենց Նիկոլի ձեռան, որովհետև ասում է ով հեշտությամբ գնվում է, հեշտությամբ էլ վաճառվում է։ Այդեպ սա նաև կարևոր է հասկանալ, որ սա քրիստոնեության տանող ճանապարհ, այսինքն այնպես չի, որ Նիկոլը իր տերտերներին ստեղծեց, դա մնալու է քրիստոնեություն, ոչ։ Հայաստանը Թուրքիայի համար եւ Ադրբեջանի համար հավերժ խնդրեմ է։ Սա այստեղ ոչ միայն հայերը պետք է պիտի ստեղից քշվեն, այլ այս տարածքը իրենց համար պետք է մահմեդականացվի։ Մահմեդականության դեմ ես բան չունեմ, բայց ես դեմ ունեմ այսպես պարտադրված ինչ որ գործողություններ անելու առանց հաշվի առնելու այս տարածքում հավաքված ժողովրդի բանը, օրենքն ու կարգ ու կանոնը։ Մեր ինքնությունը գոյաբանությունն է կարևոր։ Շնորհակալ եմ զրույցի համար, ուժ, կարողություն, բոլորիս ամենօրյա պայքար։ Եթե ինչ որ պահ անգամ վախենում ենք, պետք չի բան վախենալ այդ վախից, պետք է աշխատել այդ վախի հետ, որպեսզի կարողանանք հաղթահարել։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Կհանդիպենք։